Բարև ձեզ, Factor TV հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, ողջույն, պարոն Մարուքյան։ Ինչպես ընդդիմություններ Գյումրիում իր հաղթանակից հետո պնդում, որ Հայաստանի Հանրապետությունում Գյումրի երկու սցենար է տեղի ունենալու իշխանափոխություն, բոլորը տարբեր ֆրոնտերով կգնան եւ կհաղթեն ԿՊ-ին, նույն կերպ ԿՊ-ն է վստահ, որ 26 թվին Էջմիածնի սցենար է լինելու Հայաստանի Հանրապետություն, վարչապետները ուղիղ այդպիսի մեսիջով շնորհավորել Հայաստանի քաղաքացիներին, պնդելով, որ նրանք կհաղթեն նաև 26-ի ընտրություններում, ինչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ։ Երկու դեպքում էլ կարծում եմ հետևությունները սխալ են եղել։ Ես խոսել եմ անմիջապես Գյումրի ընտրությունից հետո, որ սխալ հետևություններ մի արեք եւ հիմա էլ եմ ասում, որ հիմա էլ վաղ շաբաթի ընտրություններով է սխալ հետևություն արվում, որովհետեւ նախ այդ տեղական մակարդակում տեղի ունեցող process-ները համապետականի վրա այն ազդեցությունը չեն ունենում, ոնց որ իրենք կարծում են որ կունենան, եւ մյուսը որ պետք չէր նաեւ այդ էշելոնավորված պայքարի մեջ մտնել, այտենց բազմաթիվ ուժերով մտնել, փորձել ձայն տանել վերջում միավորվել, որովհետեւ խորհրդանական համակարգը հենց դա չի, բայց ենթադրում պարոն Մարուքյան։ Խորհրդանական համակարգը ենթադրում է կոալիցիաներ, բայց նաև նախընտրական կոալիցիաներ, ոչ թե վերջում, այլ նաև նախընտրական կոալիցիաներ։ Իսկ այդտեղ մեկ դաշինք էր մասնակցում եւ 7 ուժ։ Բնականաբար լինելու էին դուրս մնացողներ եւ եղան, բայց այդ փոշիացված ձայնով հիմա քաղաքացիական պայմանագիրը իր 48%-անոց գյուղերով հավաքած ձայները դարձրեց 57։ Եթե ուշադիր եք եղել, Ալեն Սիմոնյանը եւ մյուսները ԿՊ-ից գրում են 57, իբր իրենք 57% ձայն են հավաքել, բայց իրենք 57% ձայն ոչ միտեղ չեն հավաքել եւ ոչ միտեղ չեն կարող հավաքել։ Իրենք 40 մոտավորապես տոկոս ձայն հավաքող ուժ են։ Բայց եթե փոշիանում են ձայները, դա 50 պլյուս է դառնում։ Հասկացանք, բայց իրենք գրում են 57, այսինքն 57-ը դու չես հավաքել։ Հիմա Ռաֆի Հովհաննիսյանի կուսակցության կամ չգիտեմ, այնտեղ Ազատ դեմոկրատ Վանեցյանի ձայները չեք ձեզ գումարում, ասենք, որ ինչ անեք։ Դուք 57 չեք։ Պետք է անկեղծ լինել, չէ՞, ասենք հիմա խափելով չի։ Հիմա 48 հեկտար, ասենք 48 ենք։ Շատ լավ, դուք թեզ եք զարգացրել, որ ԿՊ-ն հաղթել է Էջմիածնում մի քանի հանգամանքների շնորհիվ, չեն քաղաքականացրել նաև ԿՊ-ի այսպես թոփ դեմքեր այնտեղ չեն եղել։ Մի մեջբերում Ալենը կարար գնար ելույթ ունենար, ասեր ընտրեք Արգիշտի Մեխակյանին, parze նվազելու են ձայները, բայց հետո ԿՊ-ականները ձեզ ֆակտ չեք են անում, որ Ալենը գնացել կոչ է արել եւ փաստորեն դա չի խանգարել, որ Մեխակյանն ընտրվի։ Ամենավերջի օրվա իրենք այդ բանն են ասում, իսկ Քարոզարշավն եմ ասում, որ Քարոզարշավի ժամանակ չեն գնացել Գյումրիի նման, ընկել փողոց, քայլել տեխնացուի հետ եւ ընտրությունը քաղաքականացրել։ Այդ վերջի օրը low profile, ցածր պահող, տենց մի հատ բան ունեն, որ շատ կարճ ինչ որ ելույթներ են ունեցել, մինչ այդ որևէ ձևի չի քաղաքականացվել եւ նաեւ այդտեղ էլ չի քաղաքականացվել։ Քաղաքական որևէ ելույթ, եթե նայեք այդտեղ Ալենի ելույթը։ Բայց շատ կարևոր բան եք ասում, տեսեք, ես իմ եթերում ասել եմ gerrymandering են արել։ 16 համայնք միացրել են Էջմիածնին, Վաղարշապատ քաղաքին, պլյուս 2 համայնք էլ 18 եւ խոշորացած համայնքի ղեկավարին նշանակել ԺՊ։ Այսինքն պետական ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործել են, երկրի վարչատարածքային բաժանումը փոխել են, որ կարողանան այդ փոքր տարածքում հաղթել։ Կնեք, դա հաղթելու համար են արել, թե դա ուղղակի գործընթաց է համընկել։ Գործընթաց, հաղթելու համար են արել։ Իրանք գիտեին, որ Էջմիածնում պարտված են։ Հիմա դա չեն հերքել։ Ասել են, որ պաստառների վրայից քաղաքացիական պայմանագիրը հեռացրել են, համատել են Գյումրիի պաստառների հետ։ Անունը նկատի ունեք քաղաքացի, թե չէ լոգոն կար ոնց ասած։ Չէ, այդ եմ ասում, էլի լոգոն առանց բանի։ Էդ էլ չեն հերքել։ Փաշինյանը չի գնացել ելույթ ունեցել, ոնց որ Գյումրիում է գնացել ելույթ ունեցել։ Յաշիկար, Յաշիկ, չգիտեմ, Range Rover-ը, այդ բոլոր հանգամանքները չեն հերքում, միայն հերքում են, որ վայ Ալեն Սիմոնյանն դե եղավ ծափարեք ձեզ։ Ժորժ ջան, դուք ընտրությունները հաղթել եք այդ հանգամանքների արդյունքում։ Դուք հանրապետականին հարիր գործիքակազմիկ կիրառել, որը արվել է այն ժամանակ։ Ինչ էին անում այն ժամանակ, որպեսզի դիստանցավորվեն հանրապետական կուսակցությունից, ռեյտինգային տեխնացուները կամ մեծամասնական ասում են ես ձեր թաղի տղեն եմ, ես ձեր աղբերն եմ, ես ձեր հողուջերի տղա եմ, ասում են չէ, բայց տված ձայնը գնում է Սերժ Սարգսյանին, այդ մարդը ամեն ձևի բաներ անում, որ չէ էլի։ Հիմա նույն բանը արվել է Էջմիածին։ Բայց կարևոր վերջնարդյունքը չի, պարոն Մարուքյան։ Նայեք, հիմա կարող ենք ասել հաղթողներին չեն դատում։ Հաղթողներին չեն դատում, կարևորը վերջնարդյունքն է։ Այո, կարևորը վերջնարդյունքն է։ Հաղթողներին չեն դատում, բայց հարամությունը ի՞նչ է։
Հիմա դա հարամությունն չի, որ 18 գյուղ դու կպցնում ես քաղաքին։ Հիմա Արտաշատից ինչ որ ուսուցիչներ էին բերել, օրինակ, չգիտեմ, ինչ որ միջոցառման ժամանակ։ Հնարավոր է օրինակ մյուս անգամ Արտաշատը միացնեն Երևանին, որ օրինակ Ավինյանի ընտրողները ընտրեն իրան Արտաշատից Երևանի համար։ Կարան անեն։ Դա հարամություն է, թե հարամություն չի։ Հիմա այ քեզ բան, ասենք։ Ուզում եք ասել Ավինյանը ավելի շատ ձայն կավաքեր, եթե Փաշինյանը ելույթ չունենար եւ ասֆալտ չուտեցներ որոշ անձանց, հա, վերջին օրով։ Երևան քաղաքում դժվար էր չքաղաքականացնել, այնտեղ ընտրությունը տոտալ քաղաքական էր։ Դա համար եմ ասում, մենք վերցնում ենք մի հատ փոքր գյուղ, մի հատ փոքր համայնք կամ փոքր խոշորացված թեկուզ, հա, ուզում ենք համապետական պրոյեկցիա անենք, չէ, չկա նման բան։ Ինը Գյումրիում։ Տեսեք, կան երկարատև էլեկտորալ կյանք ունեցող թիմեր։ Մարտուն Գրիգորյանի թիմը, Վարդան Ղուկասյանի թիմը։ Դրանք լոկալ process-ների ակտիվ մասնակից մոբիլիզացված ռեսուրսների տիրապետող են։ Հիմա այդ թիմերի բերած ընտրատեղամաս բերած ձայները թիմի ժամանակ ասել որ դա նաև համապետական ժամանակ օպոզիցիոն ձայն է, ես խուսափ եմ։ Այդ մարդկանցից բազմաթիվ մարդիկ համապետական ցույցին այլ կերպ են քվեարկում։ Հետեւաբար այդ հետևությունները սխալ են արվում։ Այս է իմ ասածը, թե չի պարզա որ ընդեղ են հաղթել, ընդեղ նրանք են հաղթել, ընդեղ նրանք են հաղթել, կամ ասենք լավ պատկերացնենք ընդդիմությունից ինչ որ մեկը հաղթեր Վաղարշապատում։ Հիմա այդ մարդը կանոնավորված է լինելու։ Կարող լավ էլ եղել է որ չի հաղթել, գոնե նստած չի բանտում չի, ինչ որ ասուլիս էր անում այսօր։ Չէ, ժպտում եք, բայց ախր այդ է կատարվում, հիմա այդ է եղել, այդ ենք տեսնում։ Բայց չեք կարծում, որ տեսեք ընդդիմություն մի քայլ արեց Էրմիասում կամ Վաղարշապատում, որ սա կաթողիկոսի պաշտպանության ընտրություն է նաև։ Մերժեք քպեն, պաշտպանեք կաթողիկոսին, ստացվում է այդ խոշորացված համայնքը սխալ բան է։ Եթե այդպես բան են արի, ես չեմ մերժեց կաթողիկոսի պաշտպանության ուխտը, այսպես ասենք։ Չեմ ֆիքսել, թե ինչ կապ ունի ընդդիմությունը կաթողիկոսի հետ, օրինակ։ Էջմիածնում։ Պաշտպանում են։ Չէ, պաշտպանում են, շատ լավ, բայց ասենք այդ կապը այդ ինչ կապ կա։ Այդտեղ ընտրությունն է, թե օրինակ հիմա պատկերացեք Վաղարշապատը քաղաք է, չէ։ Հիմա քաղաքապետ է ընտրվել, որը պետք է զբաղվի նաև սերմնացանով։ Գարնանացան, բան տեն սերմերով։ Գյուղեր էլ կան։ Որտեղ ասենք ինչ են սարքել իրանք հասկանում են ընդհանրապես։ Վերջին հաշվով բան է էլի այդ քաղաքային գործառույթներ կան, գյուղական գործառույթներ կան։ Այդ դրա միքսը, այդ խառնուրդը ինչի է բերելու։ Հանուն որ իրանք ընտրվեն եւ այդ մյուր բանն ասում, տեղական ընտրությունն ինչի մասին է։ Կան տեղական ինքնակառավարման պարտադիր բաներ, լիազորություններ եւ կան կամավոր լիազորություններ։ Պարտադիր լիազորություններից օրինակ աղբանությունը, հա, կանաչապատում, չգիտեմ ինչ, հիմա քաղաքական իմաստով ձեզ հետաքրքիր է որտեղով աղբանությամբ զբաղվում։ Կարևորը որ մակարդակ կա, չէ՞ քաղաքականացնելու, ինչքան եք քաղաքականացնում այդ process-ը։ Կամ ասենք ինչ որ կուսակցության թղթեր է ներկայացվում, ասենք ամեն կուսակցություն փնտրում է մի հատ այդտեղ հարգված շատ բարեկամ ունեցող մարդ, որ մի 5 գյուղում բարեկամներ ունի, խնամիներն են շատ բան, իր թղթերով առաջադրվում է ու ասում են այս ինչ կուսակցություն հավաքեց այսքան ձայն։ Չկա նման բան։ Ոչ մի կուսակցություն չհավաքեց ոչ մի քան ձայն։ Կան մարդիկ տեղական հեղինակություններ են, այս մարդիկ իրենց տեղական հեղինակությունը կապիտալիզացնում են, ուղղակի քանի որ էլեկտորալ համակարգ է, խայտարակ համակարգն է, որը Նիկոլ Փաշինյանը եկե ու չի փոխե, բայց դեռ էլ է խոստում, այս խայտարակությունը շարունակվում է։ Հասկանում եք ինչ գործ ունեն, ասենք Երևանյան, այսինքն պարլամենտական համակարգ որ ասում եք, չէ՞, բացարձակ գոյություն չունի նման բան։ Ինչ պարլամենտական համակարգ։ Դուք մտածում եք մարզերում պարլամենտական համակարգ, հա։ Դե նկատում եք որ կուսակցություններն են մասնակցում։ Ինչով են մասնակցում։ Թղթեր են տալիս ինչ որ տեղական մարդկանց։ Այն մի հատ բան կար, նորաստեղծ կուսակցություն կա, ունը չեմ ուզում տամ։ Նոյեմբերյանում ֆրակցիա էին ձևավորել։ Հաջորդ օրը այդ ֆրակցիան ասել էր մենք ձեր հետ ոչ մի կապ չունենք։ Ռադեղ եք այստեղից։ Այսինքն դուք մտածում եք բանա։ Բայց մինչև հիմա ֆրակցիան իրանց անվանումով է։ Ասենք հասկանում ես դու թղթերը տալիս ես մեկին, քարոզարշավ անեմ, կուսակցական նկատի ունեմ, որի համար դի պատասխանատվություն կրես։ Չէ՞ շակում հետո այդ տարած որ մենք կապ չունենք։ Եթե չեմ սխալվում, Մեղրիում էլ Սամվել Բաբայանի հետ գնացած ուժը հետո ԿՊԱ-ական դարձավ։ Տեղյակ չեմ, ես նոյեմբերյանի օրինակը գիտեմ։ Ուզում եմ ասեմ, սա ինչ է, սա ինչ ընտրություն է։ Սա ում են ընտրում, ով է ընտրվում, վերջով քեր են։
Մարդ են ընտրում, մարդ չեն ընտրում, ուժ են ընտրում, ուժ չեն ընտրում։ Ձեր կարծիքով պարոն Քոչարյանի ինքնավստահությունը որտեղից է գալիս, որ չի ընդունում ձեր առաջարկը մեկ բևեռով գնալու։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ, ես շփված չեմ կյանքից մեջ, պարոն Քոչարյանի, ես իր հոգեբանական բանից էլի։ Վերլուծություն չունեմ։ Կամ ինչ ինքնավստահություն կա։ Ինքը ուղղակի ասում է մենք մեր ուժով կգնանք, մենք մեր ձայները կտանենք, ուրիշ ուժերը թող կմասնակցեն, կփորձենք վերջում իրար գումարել այդ ուժերի ռեսուրսը չի։ Դա չի ասում պլյուս մինուս։ Ես այդպես եմ հասկացել։ Դե հիմա իրանց գործն է։ Սավեր Կարապետյանի հետ չեն բացառում դաշինք կազմել ընտրություններից հետո, բայց ոնց որ նրանք են բացառում։ Թե չեն բացառում։ Չգիտեմ, գիտեք, ես չեմ կարող։ Ես իմ տեսած, իմ ունեցած կոպիտ ասած անալիզի հիման վրա վերլուծություն կա, հա ինչ որ trend-ներ կան, չէ, զարգացումներ կան, դու դրա հիման վրա ասում ես, հա, ես կարծում եմ, սա լավ կլինի, այսպես անենք։ Հիմա մարդիկ լսում են, չեն լսում, ինչ անենք։ Պատկերացնենք մի հատ են ընտրության մասնակցում, իրանց իմացած ձևերով։ Ու մի հատ է Նիկոլ Փաշինյանը ընտրվում։ Դա այտենց կոմֆորտ վիճակ է Քոչարյանի կամ մյուսների համար։ Դե ուզում են թող գնան անեն հիմա, մենք ինչ անենք։ Այսինքն դուք ակնարկում եք, որ նախընտրում են ընդդիմադիրի աթոռին մնալ։ Չէ, բայց եթե նույն սխալներն արվեց 21 թվականին, նույն բանն ա լինելու։ Ուզում են ինչ անեն։ Հասկանում ես, դու չես կարող նույն մեթոդներով այլ արդյունք ստանաս։ Դու երբ որ նույն մեթոդներով նույն բաներ անում ես, արդյունքը հիմա նույնն է։ Հիմա արդեն քանի անգամ կարելի է նույն բանը անել, նույն արդյունքին հանգել։ Հասկացա, տեսեք, գլոբալ առումով, պարոն Մարուկյան, Փաշինյանի իրական Հայաստանի այդ գաղափարախոսության կամ քաղաքականության հակաթեզը ձեր կարծիքով այսօր ո՞րն է, ասենք Մոլդովայում շատ հստակ է դրված հարցը, կամ գնում ենք Եվրամիություն, կամ չենք գնում, մի քիչ ավելի ծայրահեղ կողմի ուժերը Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակից են, հա, եւ հաղթեց այն ուժը, որը ԵՄ է գնում, իհարկե արտասահմանի մոլդովացիների ձայների աջակցությամբ։ Փաշինյանը մի քանի բան է ասում։ Այս խաղաղության կոնցեպտը նախաստորագրում ասում է կստորագրեն, եթե լինի, չի բացառվում նաև հայտ ներկայացնեն ԵՄ-ի անդամակցության եւ իրական Հայաստան։ Այսպես որ մարդիկ նայում են, չէ՞, քաղաքական դիսկուրսներին, կասա, բայց մյուսը ինչ է։ Կա այդպիսի մի բան։ Ես կարծում եմ հիմա թեստավորում է գնում երկրում, նաև այս լոկալ ընտրությունների ժամանակ, հասկանալու համար թե որ թեզը պետք է լինի առաջնային։ Հնարավոր չէ բազմաթիվ ուղերձներով հանդերձ գալ։ Մի ուղերձ են բերելու, այդ մի ուղերձով են հանդես գալու։ Դա կամ լինելու է խաղաղություն պատերազմը, կամ Ռուսաստան Եվրոմիությունը, կամ նախկիններ կան։ Չէ՞ կարծում իշխանությունը այդ բոլորը օգտագործել։ Չէ, բոլորը կարա օգտագործի, բայց մարդկանց մեջ չի տպավորվում բոլորը։ Մի բանի վրա են կենտրոնանում։ Ես կարծում եմ հիմա թեստավորում են, դեռ շատ շուտ է ասել, թե որը կլինի։ Իշխանությունն է թեստավորում։ Այո, դեռ շուտ է, թե որը կլինի, բայց որն էր որ լինի, բնականաբար ինքը այս բոլոր թվարկվածները, որ հիմա մենք խոսեցինք, բոլորը կեղծիք են։ Կեղծեն չկա նման բան։ Նախ հետ գալով Մոլդովայում ոչ մի բան չի հաղթել, այդ ձևի կարելի ամեն օր հաղթել։ Ասենք եթե ընտրությունների մրցակից ուժերին չես գրանցում, մի հատ էլ բանը Սփյուռքում քվեարկում են, բայց լոկալ մակարդակում դու պարտված ես, դա բարձրաց քաղաքական ճգնաժամի է բերելու, դա չի կարող հանգիստ անցնել։ Նա որ տեղային ժամանակավոր լուծում է, այտենց տեղային լուծումը տրվեց գնաց, բայ հետո։ Ասենք լավ հազարավոր մարդիկ, հա, միգուցե նաև 100,000-ավոր, ուզում են ասենք Ռոբերտ Անանյանին ընտրեն, բայց Ռոբերտ Անանյանին ասում են դու չես կարող մասնակցել։ Ասենք որոշվում է, թե ով մասնակցի, ով չմասնակցի։ Եվ այդ ձևով ասենք հաղթեց, չհաղթեց։ Հայաստանի պարագայում կարծում եմ դեռ process-ներ կան չերևացող եւ երևացող, ընթացքը ցույց կտա, բայց թե իրական Հայաստան պատմական կեղծիք է, թե Հայաստան Ռուսաստան, Հայաստան ԵՄ կեղծիք է, թե պատերազմ խաղաղություն կեղծիք է, բոլոր այդ թեզերը կեղծիք են։ Հիմա դուք նայեք, ինչ միացնում այդ թեզերը կիրառվել են, բացարձակ։ Չի բացառում, վերջում կան ասեն ուղղակի մենք ասֆալտ ենք արել, չէ՞ մեզ ընտրեք։ Տեսեք, մեր հարցազրույցներից հետո ինձ մեկ հարցում են, բայց այս հարցը ինչի չտվեցիր, պարոն Մարկ։ Եկեք այդ անցնենք այդ շարքին։ Հենց այդ հարցը։ Տեսեք, ձեր քաղաքական ուժը 17 եւ հիմնադրման պայծը սկսած Եվրամիության անդամակցության հարցը դրել էր կուսակցական ծրագրում, ինչեւ հիմա ինչքան գիտեմ չեք անել,
Բայց ձեր քաղաքական, այսպես լոզունգները այն մասին են, որ դա ուկրաինացում կարող է լինել Հայաստանի համար, երբ որ օրենքը ընդունվեց, թե պարոն Լավրովը երբ որ այստեղ էր, ասեց Հայաստանին ուկրաինացում չի սպառնում, որովհետև ռուսերենը արգելված չի եղել։ Կխոսեք ձեր նաև որպես քաղաքական գործիչ այդ տրանսֆորմացիայի մասին։ Ես 10 օր առաջ նախ որևէ տրանսֆորմացիա չի եղել։ Դուք կողմ եք ԵՏՄ-ում մնալու։ Մի րոպե թող ասեմ։ Որևէ տրանսֆորմացիա չի։ Ես 10 օր առաջ ինչ որ Ռուբինյանը ինչ որ միտեղ ասում էր, որ այ իրանք սա էին ասում, բայց հիմա նայեն։ Ուրեմն աշխարհում եթե մի հատ ուժ կա, կուսակցություն, որը ինչ ասել է, հետո 100% հակառակն է արել ու վստահ դեմքով ասել, որ հա, բայց դե մի տենց ստացվեց, դա իրանք են։ Այսինքն ամբողջությամբ իրանց ամբողջ ծրագրերը ինչ կա, ստել են, հետո խափ է, հետո մանիպուլացիա, հետո ուրիշ բան արել։ Մեր փարագայում մենք երկդաշինքի ժամանակ, նաև իրանց պատճառով, որտեղ դաշինք ենք անում, պետքա կոմպրոմիսների գնանք։ Գնացել ենք հետեւյալ կոմպրոմիսին, որ ձևակերպում ենք այդ դրույթը հետեւյալ կերպ, որ Հայաստանը պետքա դառնա եվրոպական մոդելի պետություն։ Եվ դա մինչև հիմա պահպանել ենք։ Եվ հիմա էլ ենք պնդում։ Եվ ես ասեմ, մենք միակ պրոեվրոպական ուժն ենք, որը իշխանության հակադիր է։ Հայաստանում չկա պրոեվրոպական ուժ, գոյություն չունի։ Հիմա դուք պրոեվրոպական եք։ Մենք պրոեվրոպական ուժ ենք, մենք ԱԼԴԵ-ի անդամ ենք, եղբայր։ Չէ, բայց ԵՄ օրենքին այդքան էլ կողմ չէ։ Բայց ես պարլամենտում եմ, որ կողմ լինեի կամ դեմ։ Չէ, բայց ուկրաինացում եք անվանում։ Այո, որովհետև դա ստի, կեղծիքի, խաբեբայության վրա կառուցված մի բան էր։ Գիտեի, որ խաբում են մեր ժողովրդին, ստախոսների խմբերով եւ ժողովրդին ասում են, որ մենք ձեզ տամ ենք ԵՄ, խաբում են։ Դա համար ասում էի, Ժորժ ջան, խաբում են ձեզ։ Բայց կողմ եք ԵՄ գնալու։ Կողմ եք, բայց մենք ԵՄ գնալու ձևը գիտենք, մենք գիտենք, որ Հայաստանը հենց հիմա չի կարող ԵՄ գնալ։ Հետեւաբար չեն կարող մեր ժողովրդին 5 հատ ավել ձայն տանելու համար խաբել։ Իսկ այնտեղ գոյություն ունեն խաբեբաների խմբեր, եւ խաբեբաների խմբերը մարդկանց խաբում են։ Ես հիմա հետ եմ էլի գալի։ Այդ խաբեբաների խմբերը բոլորը հիմա ովքեր որ իբր թե պրոեվրոպական են, դրանց մեջ շնորհավորում ենք Facebook-ի փոխգնդապետներ գտնենք, մայորներ գտնենք, դրանք խաբում են ժողովրդին։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանում, եթե մի հատ պրոեվրոպական ու եվրոպական մոդելի պետություն ա ուզում, որտեղ կան դատարաններ, խոսքի ազատություն, մամուլի ազատություն, հակակշռված իշխանություն, փոխզսպումների մեխանիզմներ, դա Լուսար Հայաստան կուսակցությունն է։ Եվ մենք շարունակում ենք այդպեսին մնալ։ Բայց տեսեք, հետաքրքիր բան եմ ասում։ Միակ ընդդիմադիր ուժն ենք մենք, որ դա ասում ենք, եվրոպական ասոցիացիում ունենք, ԱԼԴԵ-ի անդամ ենք, եւ իշխանությանը դեմ ենք։ Ոնց է եղել, որ բոլորը մնացածը պրոիշխանական են, կարաք ինձ ասեք։ Ասենք ստեղ ձեն են տանեմ, ընդե կոալիցիանը, ընդե ձեն են տանեմ, ընդե կպնեմ։ Ընդե գնում են, ասենք իշխան քշերցրեք իշխանությանը քարոզում, բայց yank իրանք ուրիշ ուժից են։ Իշխանությանը Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, ասում են ինքը ճիշտ անում։ Ասեմ, ինքը հավատում են պարմարը։ Որ Փաշինյանը մեզ ԵՄ է։ Որ պահին մենք հավատանք իշխանությանը, պետք է լուծարենք մեր կուսակցությունը։ Ինչու որտեղ մենք պետք չենք։ Բայց այսպես քաղաքական ուժեր են, իշխանությանը հավատում են։ Եղբայր լուծարվեք, գնացեք ԿՊ-ի դիմումները գրեք, մտեք ԿՊ։ Այդ բրենդը, լոգոն, գրասենյակը ուր եք պահում։ Բայց ճիշտ հասկացա, որ դուք կողմ չեք ԵՄ օրինակ հայտ ներկայացնելու։ Եթե կներեք, մի հատ եկեք հարցը ստամ։ Ես կլինեմ վարչապետը Հայաստանի, ես կլինեմ Հայաստանի վարչապետը, մենք կտեսնենք կա նման հնարավորություն։ Հենց հիմա 3 հայտարարություն ա եղել, 3 թե առաջ օրը կներեք։ Որ Ուկրաինան կարող է 2030 թվականին ժպիտս էլ ծիծաղացել եկա, բայց ամոթը 2030 թվականին կարող է միգուցե դառնալ ԵՄ անդամ։ Դուք հասկանում եք աշխարհական process-ներից։ Ես եմ ԵՄ պաշտոնյաների հետ շփվում, հասկանում եք։ Այն մարդիկ, ովքեր ձեր եթերում եկի քարոզել են, նրանք անգամ չեն կարող անգլերեն շփվել կամ ֆրանսերեն այդ մարդկանց։ Նրանք ռուսերեն են խոսում, ռուսերեն են մտածում։ Եթե հայտ ներկայացնեն, պարոն Մարուկյան, 26-ի ասենք մայիսին դուք կասեք լավ արեցիք հայտ ներկայացրեք, թե կասեք վատ արեցիք։ Հələ թող ներկայացնեն, մենք մեր գնահատականը կտանք։ Կարան ներկայացնեն։ Թող ներկայացնեն։ Ինչ որ դե պարոն Միրզոյանն ասում էր առաջիկա 1 տարվա ընթացքում հավանական է կամ վիզաներն էլ են իրանք ազատականացնում։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանը ՍԵՊԱ-ի համաձայնագրի բոլոր ուղղությունները տապալել է։ Ինչ որ ասում են 70-80%-ը իրագործված է։ 70-80%-ը տապալված է։ Ձախողված։ Կա Եվրոպական միության փորձագետների զեկույց։ Դուք տեղյակ եք դրա մասին։ Քանի որ ես գիտեմ ներսը ոնց են մարդկանց խափում, ինչ են անում։ Այսօր Հայաստանը վիզայի ազատականացում չի ստանում, որովհետև իշխանությունը տապալել է ռեֆորմները։ Այս իշխանությունը տապալել է բոլոր ռեֆորմները։ Ինչ ԵՄ քարտեր եւ այլն։ Իրական մեզ Թուրքմենստանի պես երկիր սարքեն կառավարման մոդելի իմաստով։ Ինչ ԵՄ։ Իրանք ԵՄ կարան տանեն այս երկիրը։ Մի հատ էլ ասեն, բայց դու ո՞նց է այս ինչ տրանսֆորմացիա։
Մենք եք տրանսֆորմացիա։ Ուրեմն ձեր տրանսֆորմացիային եք։ Արցախ Հայաստանի։ Որ ուկրաինացում եք կոչում։ Այո, ասում եմ, դա ուկրաինացում ի՞նչ է նշանակում։ Բայց պարոն Լավրովը խափում է ժողովրդին, իրոք ուկրաինացում չէ։ Այդ ժամանակին եմ բացատրել։ Բայց Լավրովը հերքեց ձեզ, ասեց Հայաստանը Լավրովը չի սպասում։ Բնականաբար իշխանության հետ աշխատումը պետք է հերքեր։ Լսեք, ուկրաինացում ի՞նչ է նշանակում։ Որ երբ որ դուք ժողովրդին խափում ես, ասում ես ձեզ տանում ենք լավ տեղ, ու տանում ես պատերազմի, կործանման, աղետի, ավիրման, երկրի քառակուսի կիլոմետրի կրճատման, դա է ուկրաինացումը։ Եվ այսօր մեր երկիրը այդ ճանապարհով օրենք ընդունելը դրան է բերել։ Այո, օրենք ընդունելը մի հատ դրվագ է։ Օրենք ընդունելը մի հատ դրվագ է։ Ընդ որում ես ձեզ ասեմ, Հայաստանում չկա իշխանություն, որը դուխ կունենա, այսօր էլ էլի։ Կանգնի կասի մենք ձեզ տանում ենք Եվրոմիություն, ինչ էին անում։ Այն տարական մակարդակի բան, մանկական խաղ։ Մենք կապ չունենք, մենք չենք իմացել, ինչ որ ուժեր գնացել հավաքել են ինչ որ 50,000 ստորագրություն, բերել են ինչ որ 50,000 ստորագրությունը պարլամենտ, դե մենք ինչ անենք, ու դեմ չէին գնում։ Այդ ձևի են տանում Եվրոմիություն։ Ուզում եք ասեք վախենում են իրենց այդ ձևի դեմքերով մարդիկ կան մեզ տա Եվրոմիություն, հա։ Իրանք, ես ուզում եմ ասեմ, որ իրանք խափում են։ Խափեփաների խմբեր են, ձեզ խափում են։ Մի հավատացեք եւ սա ժողովրդին։ Եվ որ այս եթերը նայում ա թող բոլորը իմանան, որ այդ հայտն է որ ներկայացնեն, եթե կներկայացնեն իհարկե։ Իմացեք դա էլ արինելու նախընտրական մանիպուլյացիա։ Իրանք եվրոպական մոդելի պետություն սարքելու, կառուցելու, եվրոպական միություն տանելու, վիզաների ազատականացում, արժեքներ, այդ ոչ մի բան հետ կապ չունի։ Իսկ ո՞նց պետք է Հայաստանը ԵՄ-ին անդամակցի, ձեր բանաձևը ո՞րն է։ Ունեք այդպիսի բանաձև, թե այս ձևի քաղաքական համակարգով ու իշխանությամբ ես բացառում եմ, կարող եմ երթվել, որ Հայաստանը չի կարող Եվրոմիության անդամակցել։ Լավ, այդքան դաժան պետք չի լինել։ Ես բարբերաբար մի սրեք։ Տեսեք, բարբերաբար ես տեսնում եմ սոցիալական ցանցերում Ռուբեն Ռուբինյանի անունը տվեցիք, նա Դա ինքն այն արձագանք, ոսոր Նիկոլա Կանչարյան նշանակ է, քեզ նշանակում է Մարոկյանին արձագանք։ Մի վարքյան։ Տեսեք, պարոն Ռուբեն Ռուբինյանը ինչ-որ առիթների դեպքում հանրությունից նեղություն է խնդրում, որ ձեզ միջնորդել է իր խոսքով, ես կարծում եմ, էլի, վարչապետին այդպես է ստացվում, որ ձեզ դեսպան են նշանակել եւ ընդդիմադիր ուժերից էլ այն մյուս մեղադրանքն է, որ երևի ամեն օր լսում եք կամ չգիտեմ, որ պատերազմից հետո բռնեցիք Փաշինյանի արյունոտ ձեռքը։ Ստացվում է, որ Ռուբինյանը միջնորդել է եւ այսպես ձեր քաղաքական կարիերայի վրա բիծ է առաջացել, այո։ Իմ քաղաքական կարիերայի վրա ոչ մի բիծ չի առաջացել, չի կարող առաջանել, չի կարող դիվանագիտական պետական ծառայությունը որևէ մարդու քաղաքական կարիերայի վրա բիծ առաջացնել։ Դա կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետության ծառայելը բիծ է։ Իսկ որ տենց բան կասի, այդ մարդը երևի լինի ադրբեջանցի կամ ադրբեջանի ռոպագանդիստ։ Հիմա ինչ ժամանակ է Ռուբինյանի պատմությունն է, ինքը սուտ է խոսում։ Ռուբինյանն է սուտ խոսում։ Ռուբինյանը բացատրեմ ձեզ։ Ռուբինյանը ինքը պատմությունը պատմա կիսատ։ Հունիսի 27-ին իմ հիշելով 2021 թվականի ընտրություններից մի քանի օր անց եկել է ինձ մոտ եւ ինձ առաջարկել է ինձ փոխանցել է առաջարկություն, ինքը չի կարող առաջարկել, ինքը այդ թափը չունի, որ առաջարկում են բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ Հունիս ամսին 21 թվականի, ընտրությունից 5-6 օր անց, 27-ներ անց անցորդը, որը ես մերժել եմ, ասելով խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցի վարչապետին, որ վստահություն կա, մարդը առաջարկում է, բայց ես ինչ չեմ տեսնում։ Եվ չեմ, այո, պաշտոն հանուն պաշտոնի, ես կյանքում չեմ ուզում, բայց շնորհակալ եմ։ Ես ասում եմ, դե սպային դա կարանք առաջարկենք, դա ենք քննարկել, դա ենք առաջարկում, շնորհակալ եմ, խնդրում եմ փոխանցի շնորհակալությունը։ Իսկ պարտադիր է ինչ-որ մի բան առաջարկել ձեզ։ Չէ, այսինքն իրանք մտածում էին, որ կառավարության կազմում ընդգրկեն։ Բա քիչ ուզում նախարար լինես, ասացի, որտեվ չեմ տեսնում ինձ այդ դերում։ Ես ինչ կապ ունեմ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության հետ։ Ես ասենք այն մարդկանց նման չէ, որ ինչ առաջարկում են գնում նշանակվում են, հետո ասենք այդ ոլորտը կործանվում է։ Ես իրավաբան եմ, չէ, լավ դիվանագիտական փորձ ունեմ, խորհրդարանական, բայց բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ինչ կապ ունեմ։ Առավելագույնը Facebook-ը։ Ու ինքը սորապես հիշում եմ, ասեց, բայց կառավարության անդամ կլինես։ Որոշումները կառավարության անդամներն են, քվեարկվում է, չէ։ Կառավարության անդամ, ասեց չեմ ուզում։
Շնորհակալ եմ։ Գնաց։ Դержեցիք պարոն Ռուբինյանի առաջարկը։ Պարոն Ռուբինյանի առաջարկը չէր, դա Նիկոլ Փաշինյանի վարչապետի առաջարկն էր։ Ռուբինյանը գնաց։ Եվ ամիսները անցնում, Հայաստանը հասնում է բանակցային այդ փուլին, հունվար ամիսներ Ադրբեջանը ներկայացնում է խաղաղության պայմանագրի 6, եթե չեմ սխալվում, սկզբունքները, թեմերն էր 6-ը, իրենցը։ Մի խոսքով, լավ էական չի քանից։ Դա կարծես 3-ն էր, մերը 6-ը։ Սկզբունքներն է ներկայացնում, չէ 3-ից ավել էր։ Եվ պետք է մեկնարկեին բանակցությունները, եւ ինձ նոր առաջարկ արվում էլի Ռուբինյանի միջոցով։ Այո, իր միջոցով առաջարկ արվում։ Վարչապետն է անում այդ։ Այո, բաղ անում Ռուբինյանը ոնց կարող մարդ նշանակի որևէ։ Չէ, չի նշանակի։ Ռուբինյանը միջնորդել է ինքը, որ վարչապետը ձեզ միջնորդել։ Ինքը չի կարող միջնորդել։ Ինքը բերել է առաջարկը ձեզ է հասցրել։ Այո, ինքը եղել է messenger։ Իսկ ես ելնում եմ այն կանոնից, որ ասում է do not kill the messenger։ Messenger just messenger-ը։ Message-ը բերում։ Ինքը բերել է message-ը, message-ը հետ եմ փոխանցել։ Եվ այդ մյուս message-ը որ բերել է, որ դե դու նայեք, մենք քարոզարշավ ենք արել, նախարարի պաշտոնները օթից չէին առաջարկում, չէ՞։ Մենք քարոզարշավ ենք արել, որ բոլոր ուժերը պետք է իրանց ներդրումը ունենան ապագա կառավարության մեջ, որ երկիրես վիճակից հանենք։ Բոլոր ուժերը պատերազմի ժամանակ համախմբման կոչով էր եւ պարտվեցիք իրականում։ Այո, պարտվեցինք։ Ազգային համաձայնության կառավարություն ենք մենք ուզում որ ստեղծվի։ Եվ այն ինչ որ մենք քարոզել ենք, մարդիկ եկել մեզ առաջարկել են։ Մենք դա բարձր ենք գնա, դե ասում եմ, բայց շնորհակալություն փոխանցի։ Ճիշտ է։ Բայց չենք անցել եղբայր։ Չենք անցել եւ այդ ձեր պատկերացած դերը մեջ չենք տեսնում։ Հետո եկել է բանակցային փուլը։ Առաջարկվել է իմ ներդրումը ունենալ հայկական նարատիվների պաշտպանության, բանակցային գործընթացումների գրավել, նաեւ իրավաբանական իմաստով։ Եվ ես եւ պարոն Եղիշե Կիրակոսյանը բավականին աշխատանք ենք տարել խաղաղության պայմանագրի նախագծի իրավական մասի իմաստով։ Ես վերջերս Էս է եղել, թե չէ իմանալ մի հատ կներեք, այդ որ մնում են որ վայ, ասենք դա մանկական, երեխայական, վերջնական գնահատական, ասենք ամոթ է։ Ինքը որ ամոթ ունենա, չի խոսա դրա մասին։ Ամոթ չունի ուղղակի, մի հատ պատմություն է պատմում, կեսը սուտ, պատմում է սկզբից պատմի։ Ոնց է եկել նախարարի պաշտոնը առաջարկել։ Ասենք կամ դա ինչի մասին է։ Լավ, ես ասենք քննադատել եմ ինչ որ հարցով։ Այդ քննադատությանը կարա արձագանքեք, չեք կարա լուր մնացեք։ Ինչ եք պատմում։ Որ դուք քննադատում եք։ Որից հետո էլ հասել ենք մի հանգրվանի, որտեղ 1000 անգամ այդ նույն Ռուբինյանին բացատրել եմ, որ սխալ է սա, սխալ եք անում։ Կամ փոխում ենք, կամ ես չեմ տեսնում ցես ճանապարհ։ Ու հրաժարական եմ տվել դուրս եկի, արդար չի։ Ասենք բարոյական է չլինել համաձայն գծի հետ եւ մնալ պաշտոնավարել։ Ինձ թիմի բազմաթիվ մարդիկ գալի մոտս պատմեն, որ համաձայն չեն։ Բայց ինչ էլ մնացել է։ Վերջերս ձեր թիմակիցներից մեկի հետ է խոսում, հիմա եթե եմ չասեմ էլի անունը, դուրս է եկել կուսակցությունից եւ ասում էր դուրս եկա, որովհետեւ նա գնաց Փաշինյանի թիմ պատերազմից հետո եւ այդ պարտության բեռը, հետո այդ բանի բեռը, հա, էթնիկ զտման բեռը ոնց որ ձեր վրա էլ մնաց։ Բա ես էի բանանում, ես էի վարչապետը։ Չէ, նկատում ես եմ վարչապետը համաձայն եմ։ Այդ բանակցային թիմում եք եղել եւ արդյունքի կիսողներից մեկն եք։ 400 դիվանագետ ունենք։ Բայց բանակցային թիմ եմ եղել, եթե ինձ լսեին, այդ արդյունքը չէր լինի։ Եվ ասենք, որ լսեին, ես է կմնայի։ Ինչ են ժանգում բանակցային թիմը։ Ինչը չեն լսել օրինակ։ Դե հիմա բազմաթիվ շատ չերկարացնենք, բազմաթիվ վերնագրի մակարդակով։ Բազմաթիվ բաներ կա հիմա։ Այսինքն ես այն ուղղությունները, որի վերաբերյալ ես տեսնում եմ, որ սխալ արվում, նախապես ասում էի, դե պայն դու չես կարող վերջնական համոզմունք ունենալ, որովհետև իրենք էլ իրենց հերթին կարող մի բան ավել գիտեն, չէ՞։ Պրոցեսը գնում է, տեսնում ենք, որ իմ վերլուծությունը, իմ տված մոտեցումը, իմ կանխատեսումը ճիշտ է։ Եվ այն գործողությունները, որ առաջարկում են, որ արվի, չի արվում, վերջում լինում է ինչ որ։ Օրինակ ինչ եք առաջարկել վերջում։ Դե արդեն չեք ուզում ասել։ Գիրք կգրեմ դրա մասին։ Իսկ այդ որ դուք ասում եք այդ թիմակիցը Խաղազարշավի ժամանակ որ ռուպերը ձերին հայատներում գոռում էր, պետք է ազգային համերաշխության կառավարություն ձևավորվի, ուրեմն ինքը չի հասկացել ինքը ինչ է կարոզում։ Չի հասկացել, չի հասունացել այդ։ Դե տեսեք, այդպես Facebook-ում հաճախ է, չէ՞ լինում, որ ռիլի մակարդակում երկու վիդեո։ Ռիլեր են, այո։ Ես ռիլ չեմ։ Երբեմն հերոս եմ։ Ես երկար ծանր սթորի եմ, ես չեմ։ Վերջերս դուք դարձել եք Թագուի Ղազարյանի ռիլի հերոսը, քպեց։ Ով է հանձնել Ղարաբաղի զենքերը, վերնագիրը ըստ էության դա է, եւ դուք անում եք երկու պնդում։
Ընդդիմադիր Էդմոնդ Մարուքյանն ասում է Փաշինյանն է հանձնել, չենք կարող պնդել, որ արցախցիներն են հանձնել, իսկ 23-ին երբ որ դեսպանեք, մեկում հարց է տալիս, ասում է, այ տեսեք, Արցախի ղեկավարություն Պետրոսը այսպիսի հայտարարություն է արել բռնի տեղահանումից հետո, որ ցեղասպանությունը ինքնորոշման իրավունք պետք է պաշտպանել եւ այլն, դուք պատասխանում եք նախ զինտեխնիկայի ցանկ եք թվարկում Արցախի պաշտպանության բանակի տիրապետման տակ եղած եւ ասում եք, այդ ամեն ինչ Ադրբեջանին հանձնելուց հետո ովքեր են հանձնել Արցախի ղեկավարությունը։ Ունենք նման հայտարարություն, ես չեմ հասկանում, հայտարարությունն արել են այս ռազմամթերք անվնաս Ադրբեջանին հանձնած մարդիկ։ Այ չի ստացվում ինքներդ ձեզ հակասում եք, բան։ Բացարձակապես։ Դե այս դեպքում ասում եք Փաշինյանը այն ժամանակ Արցախի Փաշինյանը պետքա դուրս բերել, իսկ նրանք պետքա փչացնեին հանձնելուց առաջ։ Տարբեր պատասխանատվություններ։ Ուղղակի Թագուհի Ղազարյանը կա նայի նյութեր։ Հա, բայց իր քաղաքական հասունությունը, քաղաքական գիտելիքները, իրավական գիտելիքները, ընդհանրապես process-ների մասին ինչ ա եղել այս երկրում, ընդհանրապես այնքան է, որ ինքը չի կարող դրանից հետևություններ անել։ Բայց իրար հակասող երկու հայտարարություն բացարձակ չի հակասում, էլի։ Ասեցիք բացատրեցի ձեզ, ասեմ այդ մարդիկ անվնաս, եթե կարային վնասեին այդ զենքը, չի վնասվել։ Ինչու չի վնասվել։ Իրանք պատասխանատվություն են կրում, պետքա քննվի դա։ Փաշինյանը մինչև իրանց վնասելու պահը հասնելը, կար այդ զենքը հաներ։ Դրանք երկու տարբեր հարցեր են։ Մեր Թագուհի Ղազարյանը դա չի հասկանում, ես ինչ անեմ։ Թագուհի Ղազարյանը կարա տենց երկու հատ բան, ասենք, Տարոն Չախոյանի օֆիսում կպցնեն, Գրգենյան ասեն, դի պատիտ ինքը դնի, ինքը այդ կարա, ինքը ավել բան չի կարա։ Դե ընդհանրում եմ ձեզ լավ է ուսումնասիրել, պարոն Մարուքյան։ Ինչքան ուզում ա թող ուսումնասիրեն։ Ես այնքան հակասող բաներ գտել։ Սկզբունքային եմ, այնքան ուշադիր եմ նման հարցերում։ Ես կասկած չունեմ, էլի իրանք դրե, ասենք, Պետրոսի, չգիտեմ, իրական չի, ձեր մոտ որտե ասես հարցերից եմ տվել։ Տենց ժամերով նստած նայում են, որ բան գտնեն, մի հատ բան գտնեն, դնեն, ասեն, ահա, ձեր ղեկավարը առավոտ է մի բան ասում, 10 անցկես ուրիշ բան, 12 անցկես ուրիշ բան։ Ամոթ ունեցեք գոնե ասենք, այդ ձևի հարցերով ոչ մեկին մի փորձեք տիրախավորել։ Օրը 46 անգամ բանեք։ Դուք նայել եք այդ ռիլը, թե չէ։ Հա ոչ չեմ նայել, ինձ թագար է, չգիտեմ, 100 քյուղարկում։ Կոմենտ չէի կարել տակ։ Այսինքն Թագուհի Ղազարյանին ես ինչ կոմենտ անեմ։ Չէ, բայց լավ էլ նայել են այդ։ Թագուհի Ղազարյանը ու ես։ Դե քպական падգամավոր է հիմա։ Հա ինչ անենք, հիմա որ падգամավորը քաղաքական գործիչ է։ Դե մարդիկ կան օգնականից օգնական չեմ ընդունի падգամավոր է, ինչ անեմ։ Մի խոսքով ինքներդ ձեզ չեք հակասել այս։ Բացարձակ, ասում եմ։ Բայց մի հատ ինձ տրամաբանություն կասեք, այսինքն Փաշինյանը պետք է հաներ զենքերը եւ Արցախի ղեկավարները պետք է փչացնեն այդպես տային։ Մինչեւ Փաշինյանը կարող էր հանել զենքերը, այո։ Բայց դուք այդտեղ ոնց որ ակնարկում եք, որ Արցախի ղեկավարությունն է մեղավոր, որ թույլ չի տվել Փաշինյանի հանի զենքերը, ասելով, բա մենք պետք է պաշտպանվենք եւ արդյունքը այն է, որ չեն պաշտպանվել, այլ հանձնել են Ադրբեջանին։ Գիտեք, Արցախի ղեկավարները շատ բան կարող էին անել, ասել։ Ով էր պատասխանատուն։ Փաշինյանն է, չէ՞, ամբիոնից ելույթ ունեցել, ասել, մեր ժողովրդի հավաքած փողով միլիարդից ավել զենքը հանձնել եք։ Ինքն է չէ ելույթ ունեցել։ Բայց մեր ժողովրդի հավաքած փողի զենքի պատասխանատուն ով է։ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը։ Բայց բռնի հո չեն կարող արգրավել զենքերը Արցախի։ Պետք չէր արգրավել։ ՊԲ-ից բան։ Բացարձակ պետք չէր արգրավել։ Բայց եթե անկեղծ լինենք անհնար բան էր դա։ Բացարձակ։ Ինչու որովհետև նշանակելու է, որ մենք զինաթափում ենք Արցախը։ Ուրեմն կներեք էլի։ Այդպես չէ, եկեք 23 Իզոր զենքը մնացել էր Արցախը կարողացավ պաշտպանվել այդ զենքով։ Ճիշտ եք ասում, բայց այն մյուս բաղկային մեկնաբանությունները պետք է բանակցել այդ զենքը հանել, դրա տեղը այլ բան մտցնել։ Կարելի է փորձել։ Իսկ չեն փորձել։ Չգիտեմ, դուք պետք է ասեք, դուք եք այն ժամանակ աշխատականում։ Ես գիտեմ ես ինչ եմ ասում, էլի։ Չեն փորձել։ Ես գիտեմ ես ինչ եմ ասում։ Ես որ բաներ եմ ասում, չեն անում, հետո լինում է տենց։ Հետո դրա համար էլ ես գիտեմ ինչ եմ ասում։ Լեզուն երկար է։ Փաշինյանին Թագուհի Ղազարյանը անիմաստ իրանք հայտարարություններով հանդես են գալիս։ Կամ Ռուբինյանը, ասենք, Ռուբինյանը բանն է նշանակվել։ Հա, ինչ ասես Թագուհին էլ է նշանակվել։ Ներ թիմում ժողով են արել, որ դուք կպատասխանեք, դուք կպատասխանեք։ Լավ։ Ասենք ես տեսնում եմ, չէ, ասենք, ոնց է լինում, որ միշտ ինչ ուզում ես խոսամ, պատասխանում է Ռուբինյանը, Թագուհի Ղազարյանը։ Բայց չէ, երեք նոր մարդ են նշանակել։ Ջուլիետա Ազարյան պատգամավոր նկատել եք։ Ես անկեղծ եմ ասում, երեք առաջին անգամ եմ ասել, որ Ջուլիետա, ինչ ասեցիք։ Ազարյան։ Ազարյան անունով պատգամավոր։ Հիմա դուք ասում եք, բայց չէ՞ որ նա պատգամավոր է։
բանը Ռուբինյանը եւ Ղազարյանը առաջ կա մեր հյուրն են լինելու կհարցնեն։ Կհարցնեք իրաց հարցը։ Նշանակվել են Էդմոնդ Մարոկյանի ուղղությամբ։ Ռուբինյանին ասեք օրինակ ինչ է սուտ խոսում Ռուբինյան։ Հենց այդպես էլ հարցնում։ Հա, ասա քեզ սուտ խոսում, ես սուտ բաներ պատմում։ Դու չես հունիսի 27-ին գնացել Իրան ՊՏԱ նախարար առաջարկե վարչապետի առաջարկը, դու չես փոխանցել։ Դու կարայիր մեկին նախարար առաջարկես, որ դու ասում ես ես եմ։ Անգամ դեսպան։ Ես խոստանում եմ հենց այս տրամաբանությամբ էլ հարցը կշարադրեմ։ Շնորհակալ եմ, պարոն Մարոկյան։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էդմոնդ Մարոկյանին։